Boss, why are you calling me in the middle of the night? Huh? Oh, yeah. Huh. What do you want? No, you don't have to come to Armenia. Okay? And it's my expenses. Don't worry about it. Listen, yes, erachatchem, millionat terem. So, don't worry. Just take care of everything over there. Listen, I'm fine here. You saw the pictures I sent. Everything is fine. I'm not spending a lot of money. Don't worry about me. You worry about my business. I know, but your job is to stay over there, not complaining to me. Okay? Good night. Good night over there. It's daytime over here now. Yeah, Tsorika. God, I gotta go to the bathroom. Բա։ Բա հիմա ինչ ենք անելու։ Մեզ կատալիզատոր է պետք։ Վերջ, հա։ Հիմա այս ամեն ինչը թողում ենք ու կատալիզատորներով զբաղվենք։ Դավիթ, այդ կատալիզատորը քիմիական նյութ է, որը արագացնում է քիմիական ռեակցիան։ Իսկ ո՞ն նկատի ունի ինչ-որ բան է պետք, որը կարագացնի մեր գործը։ Աղանի ամուսնությունը։ Հա, ինձ էլ տված այդ մեքենաների մեջ որ լինում է։ Կներեք։ Չէ, ոնց մտածում եմ միակ մեր հույսը Թագուհինն է։ Թագուհուն։ Որոշ ժամանակով պետք է մոռանալ։ Ինչի, բայց աղանը ֆիքսել է Թագուհուն։ Աննա ջան, դու մեծ աղջիկ ես ու ժամանակն է որպեսզի հասկանաս, որ տղամարդիկ կնոջը ֆիքսում են ոչ միայն ամուսնանալու նպատակով։ Կներեք։ Լավ, Էրիկ, դու աշխատում ես Հայրիկյանենց ուղղությամբ։ Պետք է անենց բան մտածես, որ Հայրիկյանենք մի քանի օր մեզանից շեղվեն։ Դուք զբաղվում եք Դավիթի ասած կատալիզատորներով։ Իսկ ես պետք է ձգան կեռ ավելի խորը գցեմ, որ աղայանը հանկարծ կարթից չփախչի։ Հանձնվել միայն այն բանի համար, որ սիրոնավեր չի նավարկում պառավ ծերունու խութացած սրտում, ոչ, շնորհակալ եմ։ Manches, բարև։ Արան Սողոմոն, ես երեկվանից ավելացել։ Մենք հաշիվը ամեն բան փակեցիք, ինչպես կնա ավելնա։ Դե ծախսերի մեջ մի քիչ ձեռք չէր ու All right։ Ես քերձեր։ Չէ, ես իմ գործի համար իմ աշխատավարձը ստանում եմ, շնորհակալություն, պետք չի։ Ես հետ չի գեի, որ Հայաստանի մեջ գամ քեզ նման ազնիվ տղա գտնեի։ Արի մի հատ Պատվիկ։ Հոր նման։ Դե ես հայր չեմ ունեցել, չգիտեմ այդ ոնց է ալնում, մայրս ինձ միայնակ է մեծացրել։ Հագարակ ես զավակ չեմ ունեցել, նոր սորվինք։ Yeah, you know։ Շնորհակալ եմ շատ։ Կներեք, եթե խանգարում։ Չէ, ոդելի հոր նման կպատվիկ, yeah։ Ուրիշ բան մի մտածել։ Ան, ես դրամել քեզ։ Ինչի համար։ Որտեվ լավ կինես, լավ գործես, ես կուզեմ տամ։ Շնորհակալ եմ, բայց ես իմ աշխատանքի համար վճարվում եմ։ Տիկին աղավնի, ոնց որ ասում են, տալիս են վերցրեք, խփում են, փախեք։ Այ դրա համար էլ չեմ վերցնում, որ բանը խփելուն չի հասնում։ Ես չգիտեի, որ գուկա ես երկիրի քեզ նման ազնիվ տղա եւ ես կնգա wisdom ինչ կասեն wisdom Իմաստուն։ Հա, շատա, լավա։ Այնքան բաներ գիմանաս, որ բոլոր սխալ է։ Էսիկ լավա։ Ինչ անեմ դրա հետ։ Այ, որ ամուսնացած լինեիք, պարոն աղայան, այդ հարցը ինձ չէիք տա, որովհետև կանայք գիտեն դրամի հետ ինչ անել։ Երիտասարդ, էդա խնդիրը։ Կուկաստուն մեր էլ դրամը չկա, բայց մի գիցի, որ ես երիտասարդ ժամանակ սեր չունեի։
Ես այնպես սեր ունեի, որ փողոցների մեջ կպարենք։ Գրվածը չես կնա գտնի, ինչքան մենք իրար կսիրենք եւ ինչքան որ լավ էր, այդքան վատացավ։ Այդ ժամանակից ես որոշել եմ, որ կնգա հետ էլ ես գործ չունիմ։ Ես չեմ ամուսնանա։ Վերջ։ Ազդանշանը ստացանք։ Աղայանը մեզ ուրիշ տարբերակ չի թողնում։ Իսկ մենք այցելենք պարոն Հայրիկյանին։ Ինչա։ Ալո։ Հիմա ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Եթե թեկուզ մի վարքյանով աշներդ կտրել եք դրանից, պրոբլեմներ եք ունենալու։ Հասկացաք։ Ո՞վ է։ Ոնց ով է։ Հայրիկյանն է։ Ու առայժմ այս համարով են կապի դուրս գալու։ Հասկացա։ Մանուկ։ Հալալա։ Չգիտեմ մեզ Թևանյանն ինչ առաջարկով է կանչել, բայց սկզբի համար ինչ էլ ասի, մենք կձևացնենք իբր մեզ այդքան էլ չի հետաքրքրում։ Okay։ Համեցեք, այստեղ էլ կնստենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներեք, խնդրում եմ տեղափոխվեք, որովհետև այս սեղանը զբաղված է։ Ոնց, զբաղված է։ Անկախ նրանից այցելու կաթե չկա, ռեստորանը պարտավոր է հենց այս սեղանը ազատ պահել։ Անգլիայում լինեին կմտածեի թագու սեղան։ Հավատացեք, թագուհուց պակաս չի։ Խնդրում եմ տեղափոխվեք։ Լավ։ Կարիք չկա։ Պարոն Թևանյան, համեցեք։ Ամեն բան նորմալ է։ Պարոն Աղայան, հարգանքներս։ Մանուկ ջան, խնդրեմ նստեք։ Ձյաձավեն ոնց է։
Ար, Ջաձավեն լավ չէր, ասեիք լավ չի։ սենց ավելի լավ է, բայց որ չորանը ավելի լավն է լինելու։ Աննա ջան, դու գիտես ես թուղթը քանի 100 տարվա պատմություն։ Հասկացա։ Ժողովուրդ արագացրեք, գոնես մի օպերացիա նորմալ անցկացնենք։ Դավիթ արագացրու պիտի փոխվենք։ Աննա ջան, ես պատրաստ եմ։ Սենց ես գալու։ Չէ։ Այսպես։ Դուք ստուգել եք, դու գիտես ինչ կան ոսկի կա մայնդի մեջ։ Պարոն Աղայան, այս պահին կոնկրետ թվեր չեմ կարող ասել։ Բայց կանխատեսվում են, որ շատ մեծ պաշարներ են, շատ։ Ինչ կան։ Պարոնայք, ինձ թվում է հիմա հեչ հարմար տեղ չի թվերի մասին խոսել։ Ես հիմա կգամ։ Թղթերը պատրաստ են, որ մենք կնանք սկսենք գործել։ Կներեք։ Ես չեմ հասկանում, դուք այդտեղ ինչով եք զբաղված, որ ձեր դերասանները առանց տեքստ սովորելու են գալիս։ Արագացրեք, սրա վրա երկար հույս դնել չի կարելի։ Կներեք։ Կներեք, պարոն Աղայան, ինչ հարցրեցիք, մոռացա։ Ես էլ մոռացա։ Կարճ ասած, պարոն Թևանյան, գումարը մեզանից, կապերը ձեզանից, այդ հանքը սկսենք շահագործել։ Մանուկ ջան, ոչ մի խնդիր չկա, ավելի ճիշտ խնդիր կա։ Հարցը նրանումն է, որ ամբողջ հումքը պետք է արտահանենք բացառապես Անգլիա։ Անգլիա։ Ընչի Անգլիա, այստեղ մարդիկ կա գործեն, դրամ գշինեն, ընչի Անգլիա։ Համել իրոք ազգային հարստությունը ինչի տանենք տանք ուրիշին։ Ազգային հարստություն։ Այդ փողոցներում, որ թափառում են, միտինգներ են անում, ցույցեր են անում, նրանք էլ են ասում ազգային։ Դուք եք դրանց նման մտածում։ Ինչ ազգային։ Կներես, բայց քու ասածը էշություն է։ Պարոն Աղայան, ժամանակն է գիտակցել, որ ամբողջ աշխարհը գնում է գլոբալիզացիայի, եւ արդեն նշանակություն չունի, ով որ ազգի ներկայացուցիչ է։ Մանուկ, ես մարդ ինչ կասի։ Պարոն Աղայան, պարոն Թևանյանը լրիվ ուրիշ բան է ուզում ասի։ Որ լրիվ ուրիշ բան է ուզում ասի, թող ուրիշ բան ասի։ Տարբերությունը չի նշանակե, որը լավ է, որը վատ է։ Մենակ եսիկ տարբեր է էստից։ Պարոն Աղայան, ես խորապես հարգում եմ ձեր կարծիքը։ Ոչինչ չեմ ցանկանում պարտադրել։ Պարզապես հուշում եմ, թե ուր է գնում աշխարհը։ Ես չգիտեմ ուր աշխարհը գնում է, ես գնում եմ տուն։ Մանուկ, գիտեմ, որ սկզբից մի քիչ խառնել եմ, ընկեր մի 5000 դրամ ավել կտաս, այսօր տաքսիով գնամ տուն։ Ինչ-որ շատ երկար չմնացիր նույն տեղում։ Այ 37։ Ինչ ունենք։ Չեմ կարողանում միանալ։ Տպավորությունն է, որ Հայրիկյանն անջատել է ինտերնետը։ Դրա ժամանակը չմիացի մեզ։ Հասկացա մի րոպե։ Տեսնում եմ ձեզ, կարող եք գնալ։ Գնարեք, բայց տեղ մոտն արգելված է։ Ազգային անվտանգություն մայոր Բադալյան։ Բժշկական սարքավորումների Վաճառքի եւ սպասարկման լաբորատորիայի տնօրեն Գոր Համբարձումյան։ Կարգավիճակը ամուսնացած, ծննդյան վայրը Արարատի մարզ, գյուղ Արևշատ։ լսում եմ ձեզ։ Նստենք։ Խնդրում։ Իմ պապերը Սիրիայի մեջ հայերեն կխոսեն։ Ես իմ հայերենս չեմ մորցե Ամերիկայի մեջ։ Հա, հիմի ես մարդու կուկակ ասե, որ ազգային հեչ։ Պարոն Աղայան, բայց խոսքը մեծ ոսկու հանքերի մասին է ախր։
Արա, մանուկ, ես ոսկի շատ գսիրեմ, բայց հայրենիքը ավելի շատ գսիրեմ։ Okay. Ընկեր ջան, ինչ եք անում։ Չէ, ոչ մի բան։ Հերվից տեսա պարոնին ու չէի կարող թույլ տալ, որ հեռանաք։ Այո, ես ձեզ երեկվանից եմ փնտրում։ Ես ձեզ տեսա ձեր պատվին կայացած երեկույթի նկարներում ու հասկացա, որ դուք եք։ Հա, ինքն է, հետո։ Չէ, դուք ինձ ճիշտ չհասկացաք, ես պատմաբան եմ, հնեաբան։ Գիտությունների թեկնածու, շուտով դոկտոր պրոֆեսոր Սարգիս Կալպակյան։ Սոլոմոն աղայան։ Ոչ, ձերդ գերազանցություն, դուք Արտաշեսյան եք։ Սպարտի ինչ կուզեն ձեն։ Խնդրում եմ ինձ հետ միտեղ եկեք և ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Տեղում։ Հա, ես կուկամ քեզ հետ, հիվանդանոց, because մի քիչ պակաս ես։ Ընկեր ջան, խնդրում եմ, մենք ուղղակի շտապ։ Ձերդ գերազանցություն, դուք ունեք դեքստրոարդիա։ Էս ո՞րն է։ Ներքին օրգանների հայլային դասավորություն, որը փոխանցվում է ժառանգաբար, որը ի դեպ արկա էր Տիգրան Մեծի մոտ։ Մանուկ, ես մարդն ձից ինչ կուզե։ Չգիտեմ ինչ ա ուզում, բայց ձեր ներքին օրգաններից ահագին տեղեկացված է։ Մեզ մի քանի բժշկական սարքավորումներ են հարկավոր գաղտնի հետազոտություններ անցկացնելու համար։ Բայց մենք ենթարկվում ենք առողջապահության նախարարությանը եւ առանց նրանց հրահանգի չեն կարող նման գործունեություն սովորել։ Կարծում եք մեզ դժվար է դիմել նախարարությանը։ Ուղղակի գործողությունը այնքան գաղտնի է, որ անգամ նախարարությունը ոչ մի բան պիտի չիմանա։ Ես չգիտեմ էլ ինչ ասել։ Գոնե համապատասխան որևէ փաստաթուղթ լիներ, որը հիմք կծառայեր։ Աղջիկա գալիս վերքին կանաչ թղթապանակ։ Եվս մի փաստաթուղթ, առանց այդ լիքը չստուգված փաստաթղթեր ունեք, որոնք ի դեպ արդեն գտնվում են դրան հետևում։ Կանաչ թղթապանակի մեջ։ Здравствуйте. Можно господину Рабцемян? Документы из таможенной службы. Ինչ է հարկավոր անել։ Սա Արտաշեսյանների դամբարանն է։ Ես սա գտել եմ հնագույն ծերագրերից մեկի շնորհիվ, որտեղ քարտեզ կա եւ տոհմածար։ Եկեք։ Wow, that's a miracle. Ձերդ բայսարապարություն։ Իսկական հրաշքը այն է, որ ըստ տոհմածարի դուք Տիգրան Մեծի սերնդից եք։ Ինչ։ Եկեք։ Այս սեպագիրը Տիգրան Մեծի նամակն է իր ապօրինի որդուն, որտեղ նա գրել է, որ չնայած գրավել է ամբողջ աշխարհը, բայց միևնույն է այդ ամենը այն չէ, որովհետև իր որդին իր կողքին չէր։ Չնայած ինչ եմ ասում, կարող եք ինքներդ կարտալ։ Ես չեմ գնա կարտա։ Եկեք, ամենակարևորը ներսում է։ Եկեք պարոն աղա։ Զգուշ։ Համեցեք։ Եկեք տեսեք որտեղ ենք մենք գտնվում։ Այս տոհմածարից պարզ է դառնում, որ ձեր ապուպապերը եղել են Տիգրան Մեծի ապօրինի որդու ժառանգորդները եւ մեր թվարկությունի 4-րդ տարում ձեր նախապապերից մեկը փոխել է ազգանունը Արտաշեսյանից Աղայանց, հետո էլ դա վերափոխվել է Աղայանի, Արտաշես Աղայան։ Էդիկին հորս պավի անունն է։ Ահա, ուրեմն ամբողջ տոհմածարը կկառուցենք։ Լավ էլի պարոն աղան, եկեք գնանք ես ինչ հեքիաթներ եք պատմում։ Հիմա էլ պետք է երկնքից 3 հատ խնձոր ընկնի, մեկը ասողին, մեկը լսողին, մեկը գլխից։ Դասարդ։
կարելի հրամայել թագավորական տոհմին։ Այ հիմա նոր հասկանում եմ, թե ձեր մեջ այդ հայրենասիրությունը որտեղից։ Բայց մի տեսակ հավատը չի գալի։ Իմ հավատս էլ չի գալիս։ Ափսոս չթողեցին, որ այդ դրամը իմ երեսով պայ է։ Դե այդ պետական հարստությունա ոնց կթողեին։ Ձեր այդ գերազանցություն։ Էս ովքեր են։ I'm an American citizen. You can't do this to me. Each gun is. Look at Donnie. Պարոն աղա, մի անհանգստացեք, ես հիմա ձեզ կազատ եմ։ Քու գլոխդ ազատ է նոր։ Իսկ ով եք դուք։ Ինչ գործ ունեք մեր հետ։ Դուք ես ամեն ինչի համար պատասխան եք տալու։ I'm an American citizen. You can't do this to me. Մի րոպե, այդ երևի դուք չեք պատկերացնում, թե ում հետ գործում եք։ Ազգային անվտանգություն, ազգային, պատմական, նյութական եւ ոչ նյութական արժեքների հատուկ վարչության պետ, գնդապետ Աբեցյան։ Hey, where are you taking him? Come on, ձերս ցավացնում ես։ Hey, what are you doing? Listen, you can't do this. I have rights. Սկսեք։ Դուք չեք օգնել Դարվինի տեսությունը ապացուցելով, հա? Ինչ անշարքում տարան։ Ով տարավ, ուր տարավ, ինչի համար տարավ։ Ինչ իմանամ, դիմակներով էին։ Կարող է փոշներից նստել են։ Մտածում ես ԱԱՑ-ն, հա? Չգիտեմ։ Զանգին է։ Ալո։ Կարապետյան։ Բոլոր ֆուրերը առայժմ թող մնան Վրաստանի սահմանից են կողմ։ Լավ։ Լս ինձ թվում է, որ Մանուկը բերանը չէր բացի։ Եսի։ Լավ, լսեք ինչ եք անում։ Գնում եք Մանուկի մեքենայի մոտ, սպասում եք մինչև իրանց բերեն։ Հետո գնում եք այդ մեքենայի հետևից, որ իրանց բերեց։ Շեֆ ջան, բայց ինչ ես վստահ որ իրանց հետ են բերելու։ Հետ բերելու չլինեին, մեքենան հետները կտանեն։ Չգիտեմ այդ լակոտը ինչա մտածել։ Սկսում է դուրս գալ։ Պարոնայք, օրեր առաջ մենք տեղեկացանք դամբարանի մասին։ Սակայն համբերատար սպասում էինք Կալպակյանի գործողություններին, համոզված լինելով, որ ինքը մեզ կտանի ճիշտ ուղղությամբ։ Ու փաստորեն չսխալվեցիք։ Մի րոպե, պարոն գնդապետ, չլինի դուք էլ Կալպակյանի պես մտածում եք, որ Աղայանը Տիգրան Մեծի տոհմից է։ Լուրջ։ Նայ
Բարեբախտաբար դամբարանում պահպանվել էին Տիգրայրի, այսինքն Տիգրան Մեծի ապօրինի որդու խնամքի պարագաները։ Մենք ձեր մազը համեմատել ենք իր սանարի վրա մնացած մազի հետ։ Ձեր արյունը նրա ածելիի վրա չորացած արյան, իսկ ձեր թուքը նրա ատամի խոզանակի վրա չորացած թուքի հետ։ Դենեթե հետազոտություններից 3-ն էլ ցույց տվեցին 99.999% համընկնում։ Այն ժամանակ Ադամի խոզերը toothbrush ուր դեղից կար։ Հայելի ճիշտ է ասում։ Այն ժամանակ մարդիկ կտորը փաթաթում էին մատներին ու այդպես էին ատամները մաքրում։ Կամ լավագույն դեպքում օգտագործում էին ատամափոշի, որը պատրաստվում էր չիչաքարից կամ գինու քացաղից։ Հենց այդ կտորն էլ մենք անվանում ենք ատամի խոզանակ։ Մի րոպե, հիմա դուք ուզում եք ասել, որ Սողոմոն Աղայանը Տիգրան Մեծի Ձեր գերազանցություն։ Այս պայից սկսած դուք գտնվում եք իմ եւ իմ վարչության անմիջական հսկողության եւ պահպանության ներքո։ Ես հիմա պաշտպանության պետք չունիմ, քնելու պետք ունիմ։ Ձեր գերազանցություն։ Այս պայից սկսած դուք համարվում եք պետական հարստություն։ Եվ ուզեք թե չուզեք, մենք հետևելու ենք ձեր բոլոր քայլերին եւ ապահովելու ենք ձեր անվտանգությունը։ Բայց դուք մի անհանգստացեք, դուք մեզ անգամ չեք էլ նկատում։ Okay, բայց գրամ է տամտուն։ Այ հիմա ամենակարևորի մասին։ Որպեսզի Արտաշեսյանների թագավորական տոհմը շարունակվի, դուք որպես վերջին ներկայացուցիչ պարտավոր եք ամուսնանալ եւ արուզավակ։ What?